Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Էդվարդ Անտինյան, յութուբյան ալիք։ Ողջունում եմ ձեզ Համայնհայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունվարի 27-ն է 2026 թվական։ Երեք ևս վերջի օրերին անդադ խոսում ենք Իրանի հետ կապված զարգացումներից, այսօր էլ նոր զարգացումներ կան, պատկերացնում եք, թե դա ինչքան կարևոր է մեր երկրի համար, մեր հարավային հարևանն է եւ փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. Իրանը բազմիցս արտահայտել է Վաշինգտոնի հետ բանակցությունների հետաքրքրությունը։ Նրանք ցանկանում են գործարք կնքել, ես գիտեմ դա, նրանք բազմիցս զանգահարել են, նրանք ցանկանում են խոսել, ասել է Թրամփը իրավիճակը բնութագրելով որպես փոփոխական ԱՄՆ ռազմական տեղաշարժերի պատճառով։ Այսինքն ինքը ներկայացնում է այնպես, որ այդ ռազմական տեղաշարժերը ստիպեցին, որ Իրանը ցանկություն ունենա գործարք կնքելու եւ նախաձեռնություն հանդես բերի Ամերիկայի հետ քննարկումներ անելու, բայց այդպես չի, որ Իրանից հնչող կարծիքները համահունչ են Դոնալդ Թրամփի ասածին։ Առավել ևս Իսրայելի պաշտոնյաները տարածում են ինֆորմացիա, որ շաբաթվա վերջին նախատեսվում է հարվածներ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Իրանին։ Տեսնենք, թե Միացյալ Նահանգները դա կանի թե չէ, բայց ամեն դեպքում իրանք դրան նախապատրաստվում են բավական լրջորեն եւ դա իսկապես կարող է մեզ համար խնդիր առաջացնի, որովհետեւ դե գիտենք, որ հիմնական նախաձեռնությունը Իսրայելինն է, լավ հասկանալով, որ եթե այս պահին չկանխի Իրանին, հետո Իրանը բալիստիկ հրթիռներ ստեղծի կամ էլ ուրանը հարստացնի, իսկ շատ քիչ կմնա խաղաղ հարստացված ուրանից մինչև ռումբ ստանալը։ Այդ իսկ պատճառով ինքը համարում է, որ ժամանակը հիմա է, ինչքան էլ Միացյալ Նահանգները ցանկանում է խուսափել այդ առճակատումից, այնուամենայնիվ Իսրայելը նույնիսկ եթե մի պահ մտածում էր, որ պատասխան հարվածին կարող է ինքը չդիմանա, մի մոմենտ ինքը Ամերիկային հետ պահեց, որպեսի ակտիվ ձևով են զարգացումներին ցույցերի ընթացքում հարված հասցնի, որտեղ դա կարող է լրիվ այլ էֆեկտ ունենար ցույցերի ժամանակ հարվածը, բայց հիմա այս պարագայում էց ինքն է նախաձեռնություն հանդես բերում, որ Միացյալ Նահանգները անպայման այդ հարվածը հասցնի, հաշվի առնելով, որ ժամանակը ի օգուտ Իսրայելի չի աշխատում։ Հիմա տեսնենք, թե որքանով են իրանց ցուցումները, որ անպայման պատրաստ եղեք ամսի 31-ի կողմերը հարվածին, դա որքանով իրականություն կդառնա, բայց որ դրա հետ կապված կա մտահոգիչ բան նաև մեզ համար, ակնհայտ է։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային կտրուկ նախազգուշացում է հղել Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, մեկնաբանելով Վաշինգտոնի վերջին ռազմական զորավարժությունները եւ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների հետ համատեղ զորավարժությունները, նշելով, որ Թեհրանը պատրաստ է ցանկացած զարգացման, ցանկացած ագրեսիա կարժանանա համապարփակ եւ ջախջախիչ պատասխանի, բայց ստեղ նոր բան է ասում, որ ասում ենք մեզ համար մտահոգիչ է սա է։ Տարածաշրջանի երկրները լավ գիտակցում են, որ ցանկացած անկայունացում ուղղված չէ միայն Իրանին, անկայունությունը վարակիչ է, նշել է Բաղային, կոչ անելով հարևաններին հստակ դիրքորոշում ընդունել արտաքին սպառնալիքների դեմ։ Այսա, որ մեզ համար անցանկալի է, որ մենք ստիպված լինենք հստակ դիրքորոշում ընդունենք։ Մի բան հստակ է, որ ոչ մի պարագայում ու երբեք Հայաստանը չպետք է համաձայնվի, որ ինքը դառնա պլացդարմ Հայաստանի տարածքով կամ Հայաստանի տարածքից Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ կատարեն։ Պետք է հստակ իմանան, որ նա մեր հարևանն է ու որևէ պարագայում դա չի կարող բխել Հայաստանի Հանրապետության շահերից, բայց հիմա ինչպես տեսնում եք, եւ Միացյալ Նահանգները կարող է կոշտացնի ասի, բայց քեզ համար խաղաղություն եմ բերել, ես քո համար այսպիսի ճանապարհ եմ նախատեսում թրիփը, բա դու ինչի մասին ես մտածում, ինչի իմ կողմից չես։ Եվ նույն հաջողությամբ Իրանն էլ մտածում է, ոնց կարող ես նրա կողմից ելնել։ Այսինքն, երբ որ մենք ասես գծվեցինք դեպի Իրան, սատարեցինք ռազմավարական դաշնակցային հարաբերություններ ենք ուզում հաստատենք, դատապարտում ենք Իրանին, հարվածողներին եւ այլ, հավաստիացնում ենք, որ մենք իր այդ բոլոր ծրագրերը կյանքի կկոչենք, արդեն մենք չմնացինք նեյտրալ։ Մենք դարձանք անիմաստ տեղը կոնֆլիկտի կողմ։
Հիմա երբ որ դառնում ես կոնֆլիկտի կողմ, հիմա այն մյուս կողմն է նեղանում, ասում է, բայց ինչ է։ Իհարկե Իսրայելը պրոբլեմատիկ պետություն է, մենք հասկանում ենք, որ լավագույն ժամանակը չի նրա այդ հարաբերությունները լավացնելու, բայց ինչ է, Իրանը պրոբլեմային պետություն չի։ Ավելի պակաս պրոբլեմատիկ պետություն է հիմա այսօրվա դրությամբ Իրանը։ Բա ոնց ենք այսօր խոսում իր հետ ռազմավարական գործընկերությունից։ Դե կամ պետք է հավասարապես հեռավորություն պահես, չեզոքություն կամ ակտիվ չեզոքություն, կամ եթե մեկի հետ մոտես, մյուսի հետ էլ մոտ լնես, բայց այդ ի՞նչն եք բալանսավորում, որ հիմա մենք տեսնում ենք իրավիճակը, ասում ենք Իրանը համաձայն է թրիփը անցնի, բայց եւ միևնույն ժամանակ մտածում ենք, բա Իրանը համաձայն է թրիփը անցնի, մեկ էլ Իրանը Ամերիկայի Միացյալ Նահանգների խոսում է, ցանկացած պայք խփեք պատասխանը կստանաք։ Տեղից էլ որ ասենք նայում ես աշխարհի ցանկացած կետում Միացյալ Նահանգները ցանկանում է Չինաստանի հետ հնարավորինս Չինաստանի սահմանափակի նրա ընդլայնվելը, հնարավորինս ամեն ինչ անի, որ Չինաստանին ինչ որ չափով տուժի Չինաստանը, բայց չգիտես ինչի ամբողջ աշխարհում Չինաստանի հետ մրցակից է, ամբողջ աշխարհում նեղանում է անգամ իր հարևան Կանադայից, ասում է ինչ գործ ունես Չինաստանի հետ լավանաս, խոսում է Պանամայի ջրանցքով ինչ գործ ունի Չինաստանը, մի խոսքով Գրենլանդիան եմ ուզում, որ Չինաստանը դրան մոտեցել է, ամեն ինչ ինչից խոսում է Չինաստանի մասին, բայց Նիկոլ Փաշինյանի ճկուն քաղաքականության արդյունքում Դոնալդ Տրամպը ցանկանում է ճանապարհը սարքի, որ Չինաստանը բավական եկամտաբեր ճանապարհ ունենա եւ կարճ գծով գնա դեպի Եվրոպա։ Լուրջ եք ասում, ժողովուրդ։ Այսինքն դուք իրոք ձեր ասածին հավատում եք կամ ձեր լսածին հավատում եք։ Իսկ հիմա շարունակությունը նայենք, Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սարը հայտարարել է, հիմա էլ բիզնես շրջանակների հետ հանդիպման ժամանակ, նախագահ Ալիևի հետ հանդիպելուց հետո հիմա էլ բիզնես շրջանակների հետ է խոսում, տեսեք ինչ են ասում։ Մենք ցանկանում ենք ներդրումներ կատարել Ադրբեջանում ավելի շատ ոլորտներում, մասնավորապես պաշտպանության, էներգետիկայի, ջրային ռեսուրսների, տեխնոլոգիաների, կիբերանվտանգության ոլորտներում։ Մենք շատ բան ունենք առաջարկելու եւ մենք ցանկանում ենք կիսվել դրանով ձեզ հետ։ Մեզ էլ շատ բան ունեին առաջարկելու, բայց ոնց որ մենք չուզեցանք որ առաջարկեն։ Բայց արդյունքում թամ ինչ ստացանք, եթե դա չուզեցանք։ Որ իմանայինք չենք ուզում, բայց դրա տեղը ուրիշի ստացանք, ասեինք հա, բայց արդյունքում ինչ արեցինք։ Վերջին տարիներին երկուսս էլ բախվել ենք լուրջ մարտահրավերների, բայց այդ դժվարություններից դուրս ենք եկել ավելի ուժեղ։ Հիմա պատկերացնում եք, բացի այդ խոսում է մշակութային ընդհանրություն, ճանապարհ եւ այլ, այսինքն Իսրայելը մենք մշտապես համարել ենք, անկախ նայած ով ոնց է ընդունում ոտ, չէ, ասում ենք Իսրայելը սեպի պես խրված է արաբական երկրների մեջ, մենակ պայքար է մղում այդքանի հետ, որոնք ցանկանում են Իսրայելը վերացած տեսնել։ Նույն ձևի Հայաստանը սեպի պես խրված է իսլամական պետությունների արանքը, որ եթե մենք չլնենք, իրանք կգնան իրանց թուրքական պետությունները կկապեն իրար, եւ այսինքն դրանով մեր ճակատագիրը նույնն է։ Մենք ասում ենք առաջի պետությունն ենք, որը պետականորեն ընդունել է քրիստոնեությունը, հրեաներն ասում են այդքան քրիստոնեությունից խոսում եք, մոռանում եք, որ Քրիստոսը հրեա է։ Հա մենք չենք մոռանա, բայց ոնց որ դուք եք մոռանում։ Ոնց որ դուք եք մոռանում, որ ասես մշակութային ընդհանրությունից, ընդհանուր ճանապարհից եք խոսում Ադրբեջանի հետ։ Կարող է մերոնք էլ լավ չեն աշխատում այդ ուղղությամբ։ Բայց այնպես չի, չէ, որ իրանք իրանց կոտորեցին Հայաստանի հետ կապված ընդհանրությունները գնահատելու։ Այսինքն ստացվում է այնպես, որ ձեր ճակատագրերը Ադրբեջանի հետ անույնը։ Վերջին տարիներին երկուսս էլ բախվել ենք լուրջ մարտահրավերների, բայց այդ դժվարություններից դուրս ենք եկել ավելի ուժեղ։ Այսինքն Ադրբեջանի եւ Իսրայելի ճակատագիրն է, հա, որպես մարտահրավեր նույնը։ Ոչ թե մերն ու Իսրայելինը։ Մենք ցանկանում ենք այս ռազմավարական գործընկերությունը հասցնել հաջորդ փուլի։
Այսինքն արդեն հաստատում է, որ դա ռազմավարական գործընկերություն է, մի հատ էլ հաջորդ փուլի է անցնում։ Այդ ընթացքում մենք Իրանի հետ ենք ռազմավարական դաշնակցային հարաբերություններ ցանկանում հաստատել, որի մասին հավաստիացումներն արված են։ Մենք մտադիր ենք ավելացնել փոխադարձ ներդրումներն ու կապերը։ Վստահ եմ, որ կարող ենք դրան հասնել, ասել է իսրայելցի արտգործ նախարարը։ Հիմա փաստորեն տեսակ, որ այս հարցի հետ կապված, ասում եմ, մեր վարած քաղաքականությունը ոչ այնա, ոչ այն, ոչ ակտիվա երկուսի հետ, ոչ պասիվա երկուսի հետ։ Որևէ ձևով այսօր Իրանի կողմ անցնելը, մենք վաղը ոնց ենք մտածելու թրիփի աշխատելը, վաղը ոնց ենք մտածելու Ամերիկայի այստեղ ներկայացված ելնելը։ Մեկ ուրիշ հարցով էլի, որին Հայաստանը մասնակցել է, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել է, որ եւս 20 երկիր միացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության խորհրդին։ Լևիթը սակայն հրաժարվել է բացահայտել նոր անդամների անունները։ Այն որ դա անլուրջ կազմակերպություն է, դժվար չի հասկանալ, այն որ դա ի սկզբանե անլուրջ էր, դա էլ դժվար չի հասկանալ, որին Հայաստանը մասնակցել է, որովհետև Դոնալդ Թրամփն ասում է ես եմ ղեկավարը, դա չեղավ միջազգային կազմակերպություն, որտեղ հավասար գործընկերություն է, դրա մասին շատ ենք խոսել, չկրկնեմ նորից, բայց հարցը նա է, որ այն, որ ի սկզբանե Դոնալդ Թրամփը 193 ՄԱԿ-ի անդամ երկրից ընդամենը 60-ին էր հրավեր ուղարկել, դա արդեն խոսում էր, որ ինքը հասկանում է, այն էլ կարծելով, որ դրանք այն երկրներն են, որոնց արժե է հրավերն ուղարկել, բայց դրանց ուղարկելուց հետո 21-ն են գալիս հետը փաստաթուղթ ստորագրում, այն էլ 21-ը չեն եկել, մի երկուսը չեն եկել, ուղղակի ասել են միանում ենք, բայց դա համարեն 22 պետություն։ Դա արդեն խոսում է, որ դա լուրջ չի այդ ծրագիրը։ Բացի դրանից, երբ որ Դոնալդ Թրամփը մտածում է, որ ինքը 3 տարի հետո դեռ կշարունակի պաշտոնավարել, ում է հետաքրքիր մի նախաձեռնություն, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, որը ցանկանում է լինել ցմահ նախագահ այդ կառույցի, եւ ինքը արդեն պաշտոնաթողությունից հետո ով է ինքը ելնելու այդ կառույցում։ Ինչ դիազորություններով է ինքը ելնելու այդ կառույցում։ Ուզեմ ասեմ, դա շատ պարզ է, ուղղակի նույնիսկ ասում է 20 հոգի են միացել, բայց չենք ասում ով։ Ինչի այդ ի՞նչն է թաքուն։ Եթե միացել են, ասեք էլի։ Բայց չէ որ մեզ համար էլ է, չէ՞ սա խնդիր։ Եվրոպան մերժում է, Նիկոլ Փաշինյանը գնում ստորագրում է, հասկանում ենք, որ այս կառույցը լուրջ չի ու հեռանկար չունի։ Բայց ամեն դեպքում Եվրոպայի հետ կապված նայում ենք, չէ՞ ինչ կատարվեց։ Հետո էլ մարդիկ ասում են, բայց ճարն ինչ էր, որ չստորագրեր։ Դե ասում են, որ Եվրոպայի հետ լավ ելներ, ճարը տեն չէր ելնի, որ չստորագրեիր։ Եթե փաստի առաջ ես կանգնում, շատ հեշտ է ասել, բայց ճարս ինչ էր։ Վաղն էլ հիմա Թուրքիայի, Ադրբեջանի հետ այնքան ինտեգրվեք, հետո կանգնեք ասեք, բայց ճարներս ինչ է, որ Թուրքիա, ադրբեջանցի ասածը չանենք։ Բայց ով է ձեզ ասում, որ այդքան մտնեք տակը, որ հետո չկարողանաք տակից դուրս գալ։ Նույն Դավոսում գնաց Ուկրաինայի նախագահը, պատերազմի մեջ։ Կիևը մթության մեջ թաղված։ Ինքը առանց Ամերիկայի օգնության ո՞նց է պայքարելու։ Ով չգիտի դա։ Թրամփն ասում արի միացի խաղաղության խորհրդին, որպեսզի ստորագրեմ 800 միլիարդ քեզ փող տանք, քո երկիրը վերականգնելու։ Գնաց ասեց ես չեմ միանալու։ 800 միլիարդն է չես տալի, չես ստորագրում, մի ստորագրի։ Չեմ միանալու։ Բայց արդյունքում ո՞նց վերադարձավ Կիև։ Արդյունքում վերադարձավ, որ իր պաշտպանական համակարգի հետ կապված իրան անհրաժեշտ քանակությամբ հրթիռները ստացավ, չէ՞։ Պատրիոտները։ Ինքը հայտարարեց, չէ՞ դրա մասին։ Որ ասես գնացինք, բանակցեցինք ու ստացանք։ Ավելի վատ վիճակի մեջ, հա, Հայաստանը, քան Ուկրաինան։ Դե էլ մտածենք։ Այսինքն միշտ էլ կարելի է արդարացում գտնել, բա ուրիշ ինչ անեինք։ Չէ, գլուխները հետ գովացեք, որ շատ լուրջ բանա, միջազգային հաջողություն է։ Հետո էլ ասեք, բաճարներս ինչ էր, որ չստորագրեինք։
Եվրամիության հետ լավ լնելու պարագայում, պարտավորություններ ստանձնելու պարագայում, կասեք կներես, ես չեմ կարա միանամ, որովհետև այսպիսի պարտավորություններ, քանի անգամ ենք այդ մասին ասել։ Սպիտակ տունը Աբու Դաբիում Ուկրաինայի վերաբերյալ եռակողմ բանակցությունները անվանել է պատմական։ Այս բանակցությունների շրջանում տեղի ունեցած բազմակողմ հանդիպում, որը լրատվամիջոցների կողմից քիչ ուշադրության արժանացավ, սակայն պատմական նշանակություն ուներ, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը կարողացավ բանակցությունների սեղանի շուրջ բերել այս հակամարտության երկու կողմերի ներկայացուցիչներին խաղաղության հասնելու մոտենալու համար։ Քերոլայն Լևիթը հավելել է մամուլի խոսնակը Սպիտակ տանը, որ ԱՄՆ նախագահի փեսան Ջարեդ Քուշները և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանող Սթիվ Ուիթքոֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացնում են Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների ընթացքի մասին, սակայն Վլադիմիր Պուտինի հետ որևէ զրույց դեռևս նախատեսված չէ։ Սա էլ թեժկետերից մեկն է, որը որ փաստորեն Դոնալդ Թրամփը դեռ վերջնականապես չի կողմնորոշվում, թե ի վերջո ինչ ա ուզում անի, Ռուսաստանին ճնշի, Ռուսաստանի հետ գործարք կնքի, Ուկրաինային ճնշի, Ուկրաինայի հետ գործարք կնքի։ Ես պատահական չէր, որ երեք ասի ինքը մեծ թվով սխալներ է անում եւ նաեւ դրական բաներ, բայց այսօր դրականն էլ է սխալի տակ գնում, որովհետեւ մի օր մի բան անում, հաջորդ օրը ուրիշ բան, մյուս օրը լրիվ ուրիշ բան։ Գոնե պետք է մի գա պաշտոնին հրաժեշտ տա, որ վերջ ավարտվի, այդ գիծը քաշես, հետո հաջորդը գա ասի վերջ գիծը քաշում ենք, առաջ ենք անցնում, նոր այդ արդյունքում, քանի որ Դոնալդ Թրամփը այլևս չի կարողանա փոխի տրամագծորեն իր կարծիքը, մի հատ նայես տեսնես տակը ինչ մնաց, ասես սա դրական էր, սա բացասական էր, դրականը շարունակենք, բացասականը մերժենք։ Որովհետև խնդիրը մենակ նա չի, որ այսօր լավ լինի կամ վատ, խնդիրը նա է, որ ասես չգիտես վաղը ինչ կլինի։ Նույնը Եվրոպայի հետ մաքսատուրքերի հետ կապված շատ լավ է, որ ինքը դրանից հրաժարվեց, հրաշալի է, որ հրաժարվեց, բայց մինչև այդ ասում է սա վերջնականը փոփոխման ենթակա չի, չէ։ Դուք պատկերացնում եք Ամերիկայի տնտեսվարողների վիճակը։ Էսա մաքսատուրքը կբարձրանա, էսա սենց կլինի։ Լավ բերեք մտածենք այդ պակասը ինչով ենք լրացնելու։ Որևէ մեկը լուրջ կընդունի Դոնալդ Թրամփի ասածը, իր տնտեսության մեջ վերազինման նպատակով փող դնի, որպեսզի այն ապրանքը արտադրի, որը Եվրոպայից է գալիս, որովհետև Եվրոպայի ապրանքի վրա մաքսատուրք է դրվելու։ Գիտի մի երկու օր հետո Դոնալդ Թրամփը կարծիքը փոխելու է։ Բա բիզնեսը սիրում է կայունություն։ Ինչ ուզում ալի լինի կայունություն, կանխատեսելիություն, որ իմանա ինչի վրա է ներդրում անում, ինչ պլաններ է կազմում, նոր աշխատատեղեր է բացում, նոր աշխատողներ է ներգրավում, նոր ռեսուրսներ է դնում, հոսքագծեր է սարքում, շուկան է ուսումնասիրում, հասկանա թե ինչ տեղի կունենա, եթե սա տեղի ունենա։ Որ մեկը այդ քայլը կանի։ Եթե չգիտի քանի օր հետո դա պետք է փոխվի։ Ոսա առաջի դեպքը չի։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է. Եթե այստեղ որևէ մեկը կարծում է, դա Եվրամիության ղեկավարության հետ խոսելու մասին է, որ Եվրամիությունը կարող է պաշտպանվել առանց Միացյալ Նահանգների, թող շարունակի երազել։ Մենք չենք կարող առանց ԱՄՆ-ի պաշտպանվել։ Մենք պետք ենք մեկս մյուսին։ Իդեպ շատ օգտակար դիրքորոշում ունի Մարկ Ռյուտեն, ինչ շատ է դուր գալիս այդ մարդու մոտեցումը։ Ինքը եվրոպական պաշտոնյա էր, Նիդերլանդների վարչապետը 2010-ից մինչև 24 թվական, իդեպ ասում են, որ բավական լավ վարչապետ, նույնիսկ Նիդերլանդները մեր հայրենակիցներից մի քանիսը ասել են, որ շատ ափսոսում ենք, որ ինքը գնաց։ Պատկերացնում եք 14 տարվա այն եվրոպական երկրի վարչապետի համար, ոչ թե ասես հոգնեցինք այնա լավա գնաց, այլ ափսոսեց, որ նա գնացել է։ Այդպես են գնահատել անգամ մեր հայրենակիցներից ոմանց, շատերի կարծիք դա չէի կարող իմանալ, ովքեր որ այդ մասին ասել են։ Եվ հիմա ինչ եմ ասում։ Այդ մարդը ատամներով պահում է Թրամփի մոտ Եվրոպայի շահերը, լինելով վերպետական կառույց, որի մեջ դոմինանտը Միացյալ Նահանգներն է, բայց պինդ կերպով ամուր ձևով պաշտպանում է Եվրոպայի շահերը։ Տրամփի հետ հանդիպման ժամանակ, Տրամփի հետ զրույցի ժամանակ։ Բայց եվրոպացիներն ասում են ժողովուրդ ջան, այդ հասկացանք է,
Կարող եք ատամ ցույց տալ Տրամփին, որպեսզի ինքը ընդդեմ Եվրոպայի քայլեր չանի, բայց դուռը չեք կարող շեղկացնելու գնալ։ Ատամ ցույց տվեցիք, շատ լավ է, շնորհակալ ենք, բայց երազի գիրկը չընկնեք։ Ու ամենակարևորը, այսինքն Տրամփի մոտ եվրոպական շահերն է պաշտպանում, Եվրոպայի մոտ ամերիկյան շահերն է պաշտպանում, որի պարագայում պաշտպանումը մի կարևոր բան, մեկս մյուսից պետք ենք։ Մի բան, որ մշտապես ես խոսել եմ, ինչքան է որ կողմը սխալը լինի, ասենք այս կողմը սխալը, ինձ համար դա արևմուտքը դա միասնականն է։ Իրար ուտող արևմուտք ես ուղղակի չեմ հասկանում։ Այդտեղ որևէ մեկը չի կարող ասի ես արդար եմ, ես ճիշտ եմ, լավ եմ անում, դրա համար ուտում եմ։ Արդյունքում նոր աշխարհակարգ է ալնում առանց հավաքական արևմուտքի, բա դա ինչ ենք ունենում դրա արդյունքում։ Բան չեմ պատմական օրինակ բերեմ, որ իրար որ կերակ եվրոպական երկրներ, թուրքը չեկավ հիմա նստեց Ստամբուլում։ Իրար ուտելու արդյունքը դա չէր։ Հիմա մեղավոր եք ման գալիս, հետո այն նույն հաջողությամբ պես մյուսներն էլ են մեղավոր ման գալիս։ Դրա համար միևնույնն է, ինչ ուզում լինի, պետք է գան համաձայնության եւ միասնական գործեն, ու Ռյուտեի դիրքորոշումը միանշանակ ընդունելի է։ Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթը, հիմնական նպատակն է սահմանափակել Ռուսաստանի Դաշնության էներգետիկ եկամուտները, չեզոքացնել նրա ստվերային նավատորմը եւ փակել պատժամիջոցներից խուսափելու սխեմաները։ Եվ պետք է ուշադրություն դարձնել Եվրամիությունը, ինչքան էլ խոսեն այսօր եկուց պետք է խաղաղություն լինի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև, նրանք ասում են չխաբվեք միամիտ չլեք, մենք ռուսներին շատ լավ ենք ճանաչում։ Նրանք իրենց պատժամիջոցների փաթեթները հետևողականորեն շարունակելու են, որտեղ իրանք չեն դադարեցնելու նույնիսկ եթե խաղաղություն լինի, որտեղ լավ գիտեն ում հետ գործ ունեն։ Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը դրա մասին հայտարարել է Ռիգայում Լատվիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ըստ Վադեֆուլի նոր սահմանափակումները նպատակ ունեն դիմակայելու Ռուսաստանի հիբրիդային սպառնալիքներին ծովում, օդում եւ կիբերտարածությունում, ինչպես նաեւ պետք է միաժամանակ ամրապնդեն Եվրոպայի կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Մենք շատ ավելի ուժեղ եւ դիմացկուն ենք, քան Պուտինը ցանկանում է հավատալ։ Ահա թե ինչու ենք ամբողջ թափով աշխատում 20-րդ պատժամիջոցի փաթեթի վրա, նշել է նախարարը։ Եվ նաև պարզաբանում արել, որը շատ կարևոր է։ Ըստ Վադեֆուլի Ռուսաստանի ստվերային նավատորմը առանձնահատուկ սպառնալիք է ներկայացնում։ Ստվերային նավատորմի դեմ պայքարը տեսնում եք Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ արդյունավետությամբ է տանում, եւ հիմա Եվրամիությունն ասում է, որ դա նաեւ մեր խնդիրն է, Ամերիկայի խնդիրը չի, ու մի կապեք Վենեսուելայի հետ, Ռուսաստանի, Վենեսուելայի միջոցով ստվերային կամ Իրանի հետ։ Դա հենց կոնկրետ մեր համար խնդրեմ ստեղծող հարց է։ Ըստ Վադեֆուլի Ռուսաստանի ստվերային նավատորմը առանձնահատուկ սպառնալիք է ներկայացնում։ Պատժամիջոցներից խուսափող նավերը ոչ միայն ագրեսորին թույլ են տալիս եկամուտ ստանալ, այլև լուրջ սպառնալիք են ներկայացնում Բալտիկ ծովի առափնյա հատվածի համար։ Նախարար Վադեֆուլը հատվել է, որ դրանք հաճախ վատ տեխնիկական վիճակում գտնվող նավեր են, անբավարար պատրաստված անձնակազմով, եւ նման լցանավերին առնչվող վթարը կարող է լուրջ աղտոտում առաջացնել Բալտիկ ծովի առափնյա հատվածում, գոյություն ունի էկոլոգիական աղետի վտանգ, ամբողջ զբոսաշրջության ոլորտի համար լուրջ տնտեսական հետևանքներով։ Այսինքն, իրանք ավելի են խնդիրը մեծացնում, սա սպառնալիքը հենց Եվրոպայի համար։ Բա որ Ռուսաստանը, որ կռվում էր, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չդառնա, իր համար դա սկզբունքային խնդիր էր, որ ՆԱՏՕ-ի անդամ չդառնա, այդ կռվի արդյունքում չեղավ, որ Ֆինլանդիան դառավ ՆԱՏՕ-ի անդամ, այդ կռվի արդյունքում չի, որ Շվեդիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ Բա հեչ ռուսները բացի են, որ 1100 կիլոմետր մոտ ցամաքային սահմանը Ֆինլանդիայի հետ ավելացավ ՆԱՏՕ-ի, ինչի ֆինական ծոցը ռուսները քարտեզի վրա չեն տեսել, որ Ֆինլանդիայի քթի տակով է անցնում, Բալտիկ ծով է մտնում։ Ինչի որ Բալտիկ ծով է մտնում, հակառակ մայթին Շվեդիան պատահաբար չեք նկատել։
որը արդեն ՆԱՏՕ-ի անդամ է, եւ դուք Բալտիկ ծովում ձեզ հանգիստ զգալ չեք կարող։ Մոռացեք, որ դա ձեր Բալտիկ ծովն է։ Այնտեղ արդեն ՆԱՏՕ-ն տեղակայված է եւ շատ լուրջ վերահսկողություն է սահմանում, ու ձեր ցանկացած նավին կարող է թե հարվածի, թե արգրավի։ Բա այդ էինք ասում։ Բա ձեր սլավոնական եղբայրներ ուրախ չէին, որ բուֆեր կլներ Եվրոպայի միջև։ Ու է բուֆերը կլներ ձեր լավ հարևան բարեկամ ընդհանուր պատմություն ունեցող Ուկրաինան։ Բան չէիք ուզում ոչնչացնեք։ Հիմա ինչ շահեցիք։ Իսկ մարդիկ հիմա պարզ ասում են, չենք ասում օգտում ենք Միացյալ Նահանգներին, մեր շահերն ենք պաշտպանում։ Անորակ ձեր ստերից ընդեղից գողացած նավերով, ստվերային նավատորմով, նորմալ անձնակաց չունեք, սկի կարգին քշեն։ Բա որ գնաք մի հատ վթարը լինի, ինչ ենք անելու։ Ուրեմն կկանխենք դա։ Հիմա հասկացաք, որ երբ որ մի քանի օր առաջ էինք խոսում, որ Ռուսաստանը իր անհեռատես քաղաքականության պատճառով Բալտիկ ծովում էլ արդեն խնդիր պետք է ունենա նավերի հետ կապված, այս հայտարարությունը դեռ չէր եղել։ Բայց այն մարդիկ, ովքեր մեր խոսքին հետևում են, լավ են հիշում, որ այդ մասին ասել ենք մենք, ավելի շուտ, քան սա եղել է։ Այս նոր է այս փաթեթը քննարկվում։ Բա օրեր առաջ հոյես չգիտեի, որ փաթեթ է քննարկվում հենց այս թեմայով, բայց չէր կարող դա չլներ։ Բա եթե մի բան կատարվում է, մենք տրամաբանական շղթայից ենք խոսում, չէ՞ որ հետո կատարվում է։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ իր երկիրը չի միանա Եվրամիությանը, եթե դաշինքը հիմնարար կերպով չփոխի իր քաղաքական մոտեցումը, մեղադրելով Բրյուսելին Թուրքիայի նկատմամբ ինքնության վրա հիմնված մեկուսացման քաղաքականության մեջ կրոնական եւ քաղաքակրթական տարբերությունների պատճառով։ Անենց էլ ասում մենք չենք միանա, կարծես էտա խալին փռել էին, սպասում էին, դուք էլ չեք միանա։ Եթե Հական Ֆիդանը իր նախագահի հայտարարությունը չի լսել, որ քանի տարի է կանգնած ենք Եվրամիության դռան առաջ, բայց մեզ չեն ընդունում, նույնիսկ չասեց Եվրամիության դռներն ենք թակում կամ ջարդում, մեզ ներս չեն թողում, որտեվ ինքը հասկացա, որ ինքը այդքան չկա, որ Եվրոպայի դռները ջարդի, ինքը պարզապես կարա պատի տակ կանգնի։ Եվ դա ասել է Էրդողանը, դա ես չեմ ասել, ժողովուրդ ջան։ Պետք է որ Հական Ֆիդանը իր նախագահի ասածը լսած լներ։ Ձեզ չեն ընդունում։ Ոչ թե դուք չեք ուզում։ Դուք ասում եք, չէ, մենք գանք մեր խաղի կանոններով։ Այդ ձեր խաղի կանոններով չեն ընդունելու։ Իրանք ունեն իրանց կենսակերպը, իրանց համակեցության կանոնները։ Ուզում ես գաս, արի, բայց դա պետք է ընդունես։ Դա տնտեսական տիրույթ է, բայց շատ ավելի շատ իր քաղաքական տրամաբանությամբ, որ եթե դու այս մակարդակին չես համապատասխանում, մեր տնտեսական տիրույթում չես լինի։ Թուրքիան ինչա խնդիր ունի մաքսային միության անդամ լինի Եվրամիության, ինքը խնդիր ունի Եվրոպայի հետ առևտուր անելու, ոչ մի։ Բան չես քեզ կոտորում, որ դառնաս Եվրամիության անդամ։ Հա, դու էլ ես այդ կարևորությունը հասկանում, թե դա ինչ կառույց է։ Որոշ մարդիկ ասում են, դե Եվրամիությունը քայքայվում է, էսա բան չի մնացել, սենց հալում, ում է հետաքրքրում, չեք տենում ում է հետաքրքրում։ Յալվար են, որ դրա անդամ դառնան։ Ուղղակի ասում եմ, մեզ ինչի եք մերժում։ Ֆիդանը նշել է, որ չնայած Թուրքիայի Եվրամիության միջև ընդհանուր հիմքը երբեք այսքան մեծ չի եղել, անդամակցության առաջընթացին խանգարում է ավելի խորը խոչընդոտ, քանի դեռ Եվրամիությունը պահպանում է իր ներկայիս քաղաքական դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ։ Ես չեմ կարծում, որ Թուրքիան կդառնա ԵՄ անդամ։ Չեմ կարծում կդառնա, այսինքն ոչ թե մենք մերժում ենք, որտեղ ինքը տեխնացու պետություն է, ինչը պետք է մերժի։ Տեխնատուի կարգավիճակով սպասում է, բայց անդամակցության բանակցությունները իր հետ չեն վարում։ Եվրամիությունը կարողացավ դառնալ վերազգային կառույց, բայց չկարողացավ դառնալ վերքաղաքակրթական կառույց, ասել է Ֆիդանը հավելելով, որ միությունը բացառում է Թուրքիային, քանի որ այն դիտարկում է որպես այլ կրոնի եւ քաղաքակրթության պատկանող երկիր։ Այսինքն ինքը ցանկանում է դա ցույց տալ, որ Եվրամիությունը դա քրիստոնեական ակումբ է։ Չնայած լավ են տեսնում, թե հենց Թուրքիայից ինչքան մարդ կա Եվրամիության ազդեցիկ երկրներում ապրող։ Բայց լավ, դա դնենք մի կողմ։ Եվրամիությունը
քրիստոնեական ակումբ է, բա ինչի չենք մենք հայտ ներկայացնում այդ քրիստոնեական ակումբի անդամ դառնանք, երբ որ իրանք մեզ առաջարկում են, Թուրքիային չեն թողում, մեզ առաջարկում են, ի՞նչն է պատճառը, որ գնում ենք Եվրոպային, ասում ենք Եվրոպա ջան, մեզ դիտորդ կտաս չէ ընտրությունների ժամանակ, որովհետև կարան այդ մոլդովական սցենարով մեզ ճնշեն, այսինքն օգնեք մեզ, որ ռուսները Հայաստանը չտանեն, Եվրոպա դու օգնի, բայց այդ ընթացքում Եվրոպան մերժում է խաղաղության խորհուրդը Թրամփի, իսկ մենք միանում ենք դրան, ասում ենք մենք ապավինում ենք Ամերիկային, լավ ես անում Ամերիկային ես ապավինում, բայց ուզում ես Եվրոպան քեզ օգնի այդ հարցում, որ դու հանկարծ քեզ չտանեն բանը ռուսական գծով չգնա, բայց Եվրոպայի հետ նորմալ չաշխատես, նորմալ իրական քայլեր չանես, ոչ թե մանիպուլյացիա, ոչ թե ցույց տաս, թե իբր թե այդ ուղղությամբ գնում ես, վաղը նրանք էլ քեզ չեն օգնելու, իսկ թե ինչ կշիռ ունեն իրանք, տեսել ենք, թե Թրամփը ինչ հայտարարություններ արել եւ ոնց է դրանցից հրաժարվել։ Ուրեմն այդքան Թուրքիայի համար կարևոր է այդ աշխարհագրական դիրք ունեցող, այդքան տարածք ունեցող, այդպիսի բնակչության թիվ ունեցող երկիրը այնուամենայնիվ ցանկանում է դառնա այդ ակումբի անդամ, մենք դեռ ասում ենք դե լավ դեռ պետք է մի հատ մտածենք, դեռ պետք է այդ մակարդակի հասնենք, պետք է այդ քայլերն անենք, հետո նոր որոշենք, հետո էս կանենք, բա ով որոշեց թրջկոտելով Շանհայ գնալն ու թրջկոտելով խաղաղության խորհուրդ գնալը ժողովուրդը որոշեց, հիմա էլ մի հատ պայման են դնում, որ ժողովուրդը գոնե պետք է մեծամասնությունը դրան կողմնակից լինի, որ նստենք հետները քննարկենք, որ իմանանք ինչ ենք անում, էդ էլ դաշ չի լինում, ցանկանում եք Թուրքիայի հետ լավանալ, Թուրքիան երազում է, որ Եվրամիության անդամ դառնա, էլի չեք հասկանում, որ պետք է ուղիղ Եվրոպայի հետ աշխատեք ու խաղեր չտաք։ Նյու Դելին և Բրյուսելը առևտրային համաձայնագիր են ստորագրել, որը կվերացնի մինչև 4 միլիարդ եվրոյի մաքսատուրքերը Եվրամիության արտահանողների համար և կարող է կրկնապատկել դաշինքից Հնդկաստան առաքումները։ Դե տոնի կապակցությամբ ընդեղ էին Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Անտոնիո Կոշտան արդեն նախապատրաստում էր այս համաձայնագիրը և հիմա արդեն ցնծությամբ իրանք նշեցին, որ այդ համաձայնագիրը ստորագրվել է։ Պայմանագիրը, որը Բրյուսելը համարում է ամենախոշորը, կկրճատի Եվրամիությունից Հնդկաստան արտահանման 96.6%-ի մաքսատուրքերը, նվազեցնելով եվրոպական ապրանքների, այդ թվում ավտոմեքենաների, ալկոհոլի և սարքավորումների արժեքը։ Համաձայնագիրը կնքվել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի Հնդկաստան կատարած այցի ընթացքում։ Սիրելի Նարենդրա, մենք դա արեցինք, մենք կնքել ենք խոշորագույն համաձայնագիրը, սա երկու հսկաների, աշխարհի երկրորդ և չորրորդ խոշորագույն տնտեսությունների պատմություն է, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ ԵՄ հայտարարության համաձայն Նյու Դելին Բրյուսելին կտրամադրի մաքսատուրքերի զեղչեր, որոնք իր մյուս առևտրային գործընկերներից ոչ մեկը չի ստացել։ Բրյուսելի տվյալներով Եվրամիությունը և Հնդկաստանը տարեկան առևտուր են անում ավելի քան 180 միլիարդ եվրոյի ապրանքների և ծառայությունների հետ։ Ինչու համար հիմա ինչու է տենց ինտենսիվ ձևով Դոնալդ Թրամփը մղում, որ Եվրամիությունը ավելի լավացնի հարաբերությունները Հնդկաստանի հետ։ Ինչի է իր գործընկերներին նեղացնում, էլի։ Ինչ հարցալուծում։ Այսինքն Եվրամիությունը սա չպետք է աներ, ում պետք է խաթր աներ։ Դրա փոխարեն դե այնպես չի, որ ներմուծման հարցը չի լուծել Ռուսաստանը, առանց մաքսատուրքերի 100 հազարավոր հնդիկներ է ներմուծում Ռուսաստան։ Էն էլ գնացեք տեսեք որտեղից։ Ինչ պայմաններում ապրող տեղերից։ Առավոտի ծիրիգու հիմա արդեն սկզբից ջղայնանում էին հնդիկների վրա, հիմա արդեն իրանք իրանց վրա են ծիծաղում ռուսները։ Ասում ոչ ձուն են մաքրում, ոչ գործ են անում, ոչ մի բան չեն անում, ոչ մի բանից խաբար չեն։ Մի բան են կարող անեն, տենում են պարապ կնանիք են, իրանց ամուսիններն էլ կռվիտերն են։ Մյուսներն է չեղածի հաշիվ։ Էդ է իրանց գործը։
շատ լուրջ աշխատանքային միգրանտներ են բերել վերարտադրողական տարիքի հնդիկ են աճացնում Ռուսաստանում ու մեզ ասում են չեք հասկանում որ պետք է Ռուսաստանի հետ լավ լինենք լուրջ դուք Ռուսաստանի վիճակը տեսել եք Ռուսաստանի վիճակը տեսել եք թե քանի երկրում քանի մարզերում այսօր հոսանք չկա ջեռուցում չկա ջուր չկա որ դրոնը չի խփել ուկրաինական որ Ուկրաինայում չկա այդ դրոնն ու բալիստիկ հրթիռն է խփել ռուսական բայց որ Ռուսաստանում չկա ուղղակի փող չունեն որտեղ այդ փողը ծախսում են Ուկրաինայի համակարգերը վերացնելու համար իսկ իրանց համակարգերը ուղղակի փչանում են սարքող չկա մարդիկ Ուկրաինայում գոնե սառումա գիտի ինչի համար կռիվա տալիս իր հայրենիքը պահելու համար ինչքանով որ ստացվում է չի լքում իր քաղաքը պայքարում է իր քաղաքի համար բայց այն մյուսներն ինչի համար են պայքարում բայց փող չկա ով պետք է սարքի այդ խողովակները այդ փողերը հավաքել ենք հրթիռ ենք սարքել խփել ենք Ուկրաինայի համակարգերին այ ոնց որ դուք եք սառում նենց էլ իրանք են սառում իսկ հիմա նայեք Հնդկաստանի Եվրամիության մտերմությունը շարունակությունը նայենք ու դրանով չբրծավ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Պեկինում Ֆինլանդիայի վարչապետ Պետրի Օրպոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանն ու Եվրոպան գործընկերներ են, այլ ոչ թե մրցակիցներ։ Երկու կողմերի միջև համագործակցությունը գերազանցում է մրցակցությանը, իսկ կոնսենսուսը գերակշռում է անհամաձայնությանը։ Մենք հույս ունենք Չինաստանի պես հզոր երկրի նախագահը ինչ է ասում։ Մենք հույս ունենք, որ Ֆինլանդիան կառուցողական դեր կխաղա Չինաստան-Եվրամիություն հարաբերությունների առողջ եւ կայուն զարգացման խթանման գործում։ Այսինքն առաջարկությունը հույս է հայտնում Սի Ցզինպինը Չինաստանի ղեկավարը, որ եկել ես եղբայր, բարով ես եկել, գնա ձերոնց հետ խոսա, նենց անենք մեր հարաբերությունները սերտացնենք, ջերմացնենք։ Սա է, ժողովուրդ, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգները եթե ցանկանում է միաժամանակ համ Չինաստանին ճնշի, համ Եվրամիությանը, օբյեկտիվորեն իրենց դարձնում է բնական դաշնակից։ Ու շատ ցավալի է, դա ես ասեմ ձեզ։ Երբևիցե ես Ամերիկայի ինադու Չինաստանի հետ լավանալը, ես համարում եմ դա հետևանք, ոչ թե համարում եմ դա լավ բան։ Ինձ համար մոլորակը թիվ 1 գերտերությունը դա Միացյալ Նահանգներն է ու իմ կյանքի ընթացքում ինչքան կապրեմ, չեմ հաշտվի այդ մտքի հետ, որ կարող է գերտերություն լի Չինաստան։ Այդ միանշանակ դա մի թաքուն բան չի։ Իմ գիտակցական կյանքը ես այդ տրամաբանությամբ եմ ապրել, ոչ չեմ փոխվելու։ Բայց ինչի է ինադու Եվրոպային մղում Չինաստան։ Այս սրա մասին է խոսքը։ Հետո երբ որ արդեն կհասկանաք կփոշմանեք, արդեն կլինի որոշ բաներ անդառնալի, որտեվ Չինաստանը Եվրոպայի հետ որ աշխատեց, չինացին որ միտեղ մտավ, հնդիկը որ միտեղ մտավ, ձեզ պատուհանից կհանի, բայց ինքը դուրս չի գա, ժողովուրդ ջան։ Այդ եթե այդքանը չեք հասկանում, դա ձեր խնդիրն է։ Ես համենայն դեպս մենք փոքր երկրում ենք ապրում, ինքնապահպանման բնազդը առաջի տեղում է։ Ինչպես անենք, որ մեր պետությունը դիմանա այս արհավիրքներին։ Ու մի զարմանալու բան չի։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը ԵԽԽՎ-ն ընդունել է վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը անվան բանաձև, որում անդրադարձ կա նաև Հայաստանին։ Մասնավորապես նշվում է, որ վեհաժողովը ցավում է Հայաստանում բոլոր կողմերի կողմից քաղաքական հակառակորդների չափազանց բևեռացման եւ խարանման համար։ Վեհաժողովը խորապես մտահոգված է վարչապետի եւ Հայ առաքելական եկեղեցու ղեկավարի միջև լարվածությամբ, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցու մի քանի հոգեվորականների կողմից իշխանությունը զավթելու դավադրությունների մասին հաղորդագրություններով։ Վերահաստատելով, որ 2018 թվականից ի վեր 3 անընդմեջ ընտրությունները զերծ են եղել խախտումներից, վեհաժողովը վերահաստատում է պետական միջոցների չարաշահման և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ կանոնակարգերի կիրառման անհրաժեշտությունը։
Բանաձևում նաև նշվում է, որ 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ վեհաժողովը կոչ է անում բարելավել քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները ապահովելու համար, որ ընտրարշավը լինի խնդիրների և քաղաքականության վրա հիմնված և զերծ լինի ընտրությունների մասնակիցների միջև անձնական հարձակումներից։ Հիմա այս բանաձևը, պարտադիր ուժ ունեցող բանաձև չի, հասկանալի է, բայց սա վերաբերմունք է մեր երկրի նկատմամբ։ Եվ այս վերաբերմունքի մեջ իշխանականները վերցրել են այս բանաձևից իրանց վերաբերվող դրական մասերը, տեսեք այն քահանաները ինչ հակապետական հայտարարություններ էին անում, բա Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովն էլ ասե։ Այն ընդդիմությունն էլ վերցնում ասում է, տեսեք ինչ ասե, բա որ դուք էլ ընդդիմությանը ճնշում եք, որ սենց եք անում, նենց եք անում եւ այլ եւ այլ։ Ժողովուրդ ջան, այս դարձել եք խուլերի բանավեճ։ Նա ասում է նա չի լսում, նա ասում է նա չի լսում։ Դուք չեք լսում, որ սա երկու կողմին է վերաբերվում է։ Այս երկու կողմն են գնում ընտրության։ Բա այդ ենք ասում, ժողովուրդ ջան, այս մթնոլորտով ենք գնում ընտրության։ Այս մթնոլորտով աշխարհաքաղաքական բացարձակ ոչ մի բանից գլուխ չհանող երկու կողմերով։ Մի հատ լուրջ վերլուծություն մեր ընդդիմությունից, որոնք իրանք ճղում են իշխանության գալ։ Մի հատ բան լսել եք, մի հատ հոդաբաշխ բացատրություն լսել եք, թե ի վերջո հիմա Հայաստանը ինչ պետք է անի։ Լավ, վաղը դուք գալիս եք իշխանության, ինչ եք անելու։ Դուք իշխանություն եք, ինչ եք անելու։ Այդ որ Ռուսաստանը այդ ավելի եք սերտանալու, այդ գիտենք, ժողովուրդ ջան։ Բայց այդ անլրջությունը կարելի է այսօր ներկայացնել, մոլորակի այս վիճակում դուք գտնում եք, որ դեռ Հայաստանը քիչ է Ռուսաստանից կախված, մի բան էլ պետք է ավելի կախված լինի։ Էսա ձեր պատկերացումը։ Ինչ ենք անում Իրանի հետ, որ ամեն րոպե կարող է ոտատակ տան իրար։ Ինչ ենք անելու այդ դեպքում, այդ ճանապարհը գործելու է, թե չէ, որ այդ Հայաստանը հույսեր է կապել։ Ինչ ենք անում Եվրոպայի հետ, խաղեր ենք տալի, ոչ մի բան չենք անում։ Արդյունքում ինչ ենք անելու, որ բալանսավորում ենք, ի՞նչն ենք բալանսավորում։ Դուք սկի երկրի ներսում չեք կարողանում երկու հարց բալանսավորեք։ Բայց ձևի ենք գնում ընտրության, ում հասարակությանն էլ ասում եք, ակտիվ եղեք, որ մասնակցեք, էսանեք, ենանեք, որ ինչ անեք։ Որ երկու կողմն էլ իրար արժեն։ Անպայման պետք է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովն ասի, որ իմանանք։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։